Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում բացվելու է 247 ընտրատեղամաս։ Ընտրողների վերջնական ցուցակները կհրապարակվեն ընտրություններից 1 օր առաջ։ Գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքն ու տեխնացուների նախընտրական ծրագրերը, քաղաքագետ Մասիս Իսմայելյանը կարծիք հայտնեց, թե առաջադրված բոլոր տեխնացուների նախընտրական ծրագրերն ունեն սոցիալական ուղղվածություն։ Սա ըստ քաղաքագետի պայմանավորված է այն հանգամանքով, որ արցախյան ազատամարտի հետևանքները դեռ տեսանելի են։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքին, ապա ըստ քաղաքագետի այն ընթանում է ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս պահեդրությամբ նորմալ է ընթանում ընդհանուր առմամբ, թեկուզ իհարկե որոշ պահեր կան, երբ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում կա։ Այստեղ կար ընդդիմություն մինչև 2007 թվականը։ 2007 թվականին բոլոր կուսակցությունները, որոնք ունեին ներկայացություն ազգային ժողովում, իրենք սատարեցին այսպես կոչված միասնական տեխնացուին, այդ պահից ընդդիմությունը անհետացավ, այսպես ասենք, Արցախում։ Տեխնացուներից յուրաքանչյուրն ունի իր ասելիքը, ընտրողները նրանց լավ են ճանաչում, հետևաբար տեխնացուները կարիք չունեն միմյանց պիտակավորելու եւ սև քարոզչություն իրականացնելու։ Ինչպես նախորդ տարի անցկացված խորհրդարանական, այնպես էլ օրեր անց կայանալիք նախագահական ընտրությունները կընթանան ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան, գտնում է քաղաքագետն ավելացնելով, եթե հայաստանյան իշխանությունները դերակատարություն չունենան։ Նաև կան դեպքեր, երբ Հայաստանից այստեղ ներթափանցվում են որոշ տեխնոլոգիաներ կամ ինչ-որ անօրինականության ձևեր եւ այլն։ Այդ փաստերն էլ կա, թե ասենք ամեն ինչտեղ մաքուր է ընթանում, սխալ կլինի, բայց եթե համեմատենք Հայաստանի հետ կամ Ռուսաստանի հետ կամ չեմ ասում Ադրբեջանի կամ մյուս այդքան զարգացած երկրների հետ, այստեղ իհարկե էականորեն տարբերություն կա դեպի դրականը։ Արցախցիները եւս կարևորում են ընտրական այս գործընթացը։ Նրանք նշում են, թե միայն ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու դեպքում Ղարաբաղը կստանա ավելիի դիմաց։ Դրական տեղաշարժեր հանրապետությունում հատկապես վերջին տարիներին արձանագրվել են, ինչը արցախցիների խոսքերով պայմանավորված է գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Շատ բան ա փոխվել, գեղեցկացել է մեր քաղաքը, անճանաչելի է տարալ, ժողովուրդը լավ են ապրում, պաստայինը ջուրը կա, պետական շենքերի բակերում երեխաները խաղալու տեղ կա, երեխաները խաղում են։ Ասում եմ մեր Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը, ճանաչմանը, անկախության ճանաչմանը ակնկալում եմ դա։ Город очень просвещается։ Առաջի հերթին խաղաղություն, եթե լինի խաղաղություն կլինի ամեն ինչ։ Դժվարությունները կհաղթենք։ Դժվարություններն էլ միշտ լինում է կյանքում, առանց դժվարություն կյանք չկա։ Որտեղ կյանք, այնտեղ դժվարություն։ Ընտրապայքար կընթանա 3 տեխնացուների գործող նախագահ Բակո Սահակյանի, ազգային ժողովի падգամավոր Վիտալի Բալասանյանի եւ պետական agrarային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանի միջև։ Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտարարված է լռության օր։ Փայլակ Վարդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։